Սիրելի ձկներ, պատրաստվեք, Ռայդոն է դուրս եկել, որը բավականին հաջող ռունա է։ Ձկների երազկոտ էստեղ եւ զգայուն բնավորությունը եւ Ռայդո ռունայի շարժիչ ու դինամիկ էներգիան։ Մայիս ամսվա համար խոստանում է ձեզ սիրելի ձկներ դինամիկ էներգիա, կարող է ստեղծվել շատ հետաքրքիր մի իրավիճակ մայիս ամսին։ Սա ճանապարհի եւ ռիթմի հետ մեծ կապ ունի։ Եվ այստեղ ռունան, որը ձկներին դուրս կարող է հանել իրենց ներփոփող ինչ-որ վիճակից, եւ կարող է մղի դեպի ինչ-որ գործողություններ, ձեզ սիրելի ձկներ։ Ռունան ճանապարհորդության լեզու սովորելու, նաեւ ինչու՞ չէ արդարության ռունան է։ Այն կարող է ձեզ խորհրդանշել ոչ միայն ֆիզիկական տեղաշարժ, այլև իրադարձությունների ճիշտ ընթացքի մասին։ Այստեղ ներդաշնակություն եւ կառավարելի շարժում դեպի ձեր նպատակները, ինչու՞ չէ մայիսը կարող է լինել ձկների համար շարժման ուղղության ամիս, եթե նախկինում դուք ձեզ զգացել եք անորոշության մեջ կամ չէիք կողմնորոշում, թե որ հաջորդ քայլը պետք է լինի ձեզ համար, Ռայդոն կարող է մայիս ամսին բերել ձեր կյանքը հստակություն, որտեղ կյանքը ստեղ կարող է ընթանալ ռիթմի մեջ եւ դուք կարող եք զգալ, որ ղեկը ձեր ձեռքերում է։ Սա ճանապարհորդությունների փոփոխությունների հետ է կապված, շատ լավագույն ժամանակը կլինի ուղևորությունների, գործողությունների կամ պարզապես միջավայրը փոխելու համար, որովհետև ցանկացած տեղաշարժ ըստեղ մայիս ամսին ձեզ նոր հեռանկարներ ձեզ ճանապարհին կարող է բացել։ Գործերի հետ կապված, եթե ունեիք ինչ-որ իրավաբանական հարցեր կամ բանակցություններ, Ռայդոն խոստանում է ձեզ արդարացի լուծում։ Գործերը ձեր կարող են առաջնորդվեն տրամաբանության եւ կարգուկանոնով, ձեր ջանքերը նաեւ կարող են ստանալ ձեզ համար հարցերի պատասխանները, բայց այստեղ պետք է ուշադիր լինեք։ Որպես խորհուրդ վստահեք ձեր ճանապարհին եւ պահեք ռիթմը։ Մայիսին ձեզանից պահանջվում է չկանգնել տեղում, այլ քայլեր անել։ Նույնիսկ եթե ճանապարհը երկար լինի, շարունակեք շարժվել։ Ռայդոն նաեւ հիշեցնում է, որ կարևորը ոչ միայն նպատակն է, սիրելի ձկներ ձեզ համար, այլև հենց ինքը գործընթացը։ Եղեք վճռական, քայլեր արեք եւ մի թողեք, որ զգացմունքները ձեզ շեղեն ձեր ընտրած ուղուց։ Ձկների համար ամիսը կլինի ակտիվ զարգացման եւ հաջող ուղևորությունների շրջան։ Ես ցանկանում եմ, որպեսզի ձկները նաեւ ուշադրություն դարձնեն իրենց կյանքում, եթե ինչ-որ մի բան այն